Փաշինյանը մեզ սպառնում է պատերազմով, ասում են այն նույն ընդդիմադիրները, որոնք 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանին մեղադրում էին այն բանի մեջ, որ վերջինս պատերազմից առաջ վեր չի կացել, չի ներկայացրել վերահաս պատերազմի ռիսկերը, իրերի իրական դրությունը, չի ներկայացրել ռազմական հավասարակշռությունը եւ այսպես շարունակ։ Այսինքն ինչ է ստացվում, Փաշինյանը միևնույն ժամանակ դավաճան է, որովհետև պատերազմից առաջ չի խոսել պատերազմի ռիսկերի մասին, բայց նաև դավաճան է, որ հիմա ասում է, որ եթե Հայաստանը գնա 3 օլիգարխների առաջարկած ճանապարհով, այսինքն խաղաղության վերանայման ճանապարհով, ապա պատերազմը լինելու է անխուսափելի։ Հանճարեղ տրամաբանություն է ուղղակի։ Իսկ ճշմարտությունը հետևյալն է, 3 օլիգարխները բացեիբաց հայտարարում են, որ վերանայելու են խաղաղության ճարտարապետությունը, այն ճարտարապետությունը, որի շնորհիվ 2 տարուց ավելի է մեր սահմաններին հակառակորդի կրակոցից որևէ զոհ չի եղել։ Այն ճարտարապետությունը, որի շնորհիվ Հայաստանի սահմանները ապաշրջափակվելու են, ունենալու ենք հանգստության եւ տնտեսական զարգացման շրջան։ Եվ որպեսզի իրենց քաղաքականությունը իրականություն չդառնա եւ որպեսզի պատերազմը չդառնա անխուսափելի, 3 օլիգարխները պետք է ստանան 0 ձայն։